Այս տղեն ես վերջերս սկսել է խոսել պետական դավաճանությունից։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, մենք հաճախ շատ բաներ մոռանում ենք սրանց առանձներից։ 44-յա պատերազմի ժամանակ սա հարցազրույց է տալիս ռուսական մի հեռուստատեսության եւ ասում է, որ ադրբեջանցիները ներխուժել են Զանգելանի տարածք շատ մեծ խմբականակով, վաղը մենք հարձակման ենք անցնելու ու նրանց այդտեղ ջախջախելու ենք։ Ժողովուրդ ջան, պետական դավաճանությունն էլ ո՞նց է լինում։ Ուղղակի թշնամուն ասում ես, որ ես վաղը գալու եմ քո հերն անիծեմ իբր թե, եւ բնականաբար այդ օպերացիան ձախողվում է եւ թշնամին դրանից հետո ներխուժում է արդեն մյուս տարածքներ։ Հիմա սա ինչ է, ժողովուրդ ջան։ Երկու տարբերակ կա։ Կամ այս մարդը իրական պետական դավաճանա թշնամուն ինֆորմացիա է տվել, կամ ապուշը։ Հիմա սա արդեն դատարանում կապացուցվի։ Եթե դավաճանա, հո մենք դավաճան չենք կտրելու նորից մեր գլխին։ Եթե ապուշը, հո մենք ապուշ չենք, որ ապուշին նորից ընտրենք այս երկրի ղեկավար։